Ջրային կոմիտեն այս տարի կիրականացնի Արազապ 1 պոմպակայանի մղման խողովակաշարի երկրորդ փուլի շինարարական աշխատանքները։ Ռոռոկման սեզոնի մեկնարկին առաջնահերթ անելիքն է ընդգծում կոմիտեի մոնիտորինգի եւ վերլուծությունների վարչության պետը։ Պոմպակայանի հիմնանորոգման առաջին փուլը ավարտվել է նախորդ տարի։ Պոմպակայանի երրորդ մղման խողովակաշարը ամբողջությամբ փոխարինվելու է 3800 գծամետր երկարությամբ։ Ռոռոկման շրջանում տասնյակ, եթե ոչ ավելի վթարներ են տեղի ունենում, ինչը բերում էր ռոռոկման ջրի հսկայական կորուստների։ Նախագծային նոր լուծումներն այնպիսին են, որ Օհանջանյանի խոսքով խողովակաշարի ամբողջությամբ փոխարինման դեպքում հնարավոր կլինի խուսափել ցանկացած վթարից։ Արարատ ջոյի կողմից շահագործվող Արազապ 1 պոմպակայանի վերակառուցման երկրորդ փուլի մրցութային գործընթացը մեկնարկել է։ Առաջին փուլով ամբողջությամբ փոխվել է 5657 գծամետր մղման խողովակաշարը։ Շահագործման հանձնումից 47 տարի անց նորոգվում է պոմպակայանը, որից օգտվում են Արմաշ, Երասխ, Պարույսևակ գյուղերը։ Արազապ 1-ն այս պահին ոռոգում է 930 հեկտար փաստացի հողատարածք։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո եւս 470 հեկտար կավելանա։ Հաշվի առնելով, որ ներտնտեսային ջրանցքները շատ դեպքերում հողային հունով են, ունենք տասնյակ հազարավոր կիլոմետրով հողային հունով ջրանցքներ, որտեղ ունենք ահռելի ռոռոկման ջրի կորուստներ։ Այս առումով համայնքները իրականացնում են մեծացավալ սուբվենցիոն ծրագրեր, որի արդյունքում հողային հունով ջրանցքները փոխարինում են երկաթբետոնե կիսախողովակներով, ինչը բերում է ռոռոկման ջրի կորուստի նվազման։ Վերջին 2 տարում ոռոկման համակարգերի արդիականացման 3,2 միլիարդ դրամ արժողությամբ 16 ծրագիր է արվել։ Կոմիտեն ըստ Օհանջանյանի ձեռք է բերել նաև 4 միլիարդ դրամ արժեքով ոռոկման համակարգերի հիմնանորոգման 15 ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթեր, ստացել դրանց քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացությունը։ Այս տարի նախատեսվում է իրականացնել օրվա կարգավորիչ ջրավազանների հիմնանորոգման աշխատանքներ, երկուսի շինարարությունը մեկնարկել է։ Իսկ երկու օրվա կարգավորիչ ջրավազանները Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Աղաշան բնակավայրի օրվա կարգավորիչ ջրավազանների մրցութային գործընթացը ավարտական փուլում է։ Օրվա կարգավորիչ ջրավազանների հիմնական նպատակը ոռոկման համակարգերում եւ գլխամասային հանգույցներում ոռոկման ջրի բավարար քանակի կուտակումն է, որը ոռոկման համակարգերի կառավարումը դարձնում է ավելի արդյունավետ եւ ճկուն։ Վերջին ամիսների առատ տեղումների շնորհիվ ոռոկման համակարգերում եւ ջրամբարներում կուտակված ջուրը պետք է որ բավարարի ոռոկումը կազմակերպելու համար, բայց վերջնական գնահատական տալու համար ոլորտի ներկայացուցիչները այս պահին այդ մասին խոսելը վաղ են համարում։ Մայա Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։